եւ խոսում ու քաջալերում է, որ բարիք անենք։ Անենք, որովհետեւ անելու մեջ Աստված դրել է ստանալու բանալին, դրել է անելու մեջ, անելով մենք ընդունում ենք։ Սա շատ կարևոր փաստ է։ Բայց շատ ժամանակ մենք չենք անում, որովհետև պատճառ ունենք չանելու, որովհետև վիրավորված ենք, որովհետև արածին շնորհակալություն չեն ասում, լավություն անողի գլուխը, բոլորս համաձայն ենք, բոլորս անցել ենք դրանով։ Մենք չենք անում, որովհետև ինչքան անենք, մենք չենք անում, որովհետև մենակ ես եմ անողը, ես չեմ անում, որովհետև արածներս չի գնահատվում։ Կամ էլ չարաշահվում եմ, մարդիկ մտածում են, որ դե տենց է, միշտ էլ պետք է լինի, չէ՞, կան, ով էլ ունի բարեկամ, որ միշտ իրանց տանը կոֆե խմում, ձեր տանը հաց եք ուտում։ Դեռ տենց են սովորել։ Կա չէ՞ տենց բան։ Եվ ինչ որ մի կետի է գալիս, որ մենք դադարում ենք ցանկություն ունենալուց, որովհետև պատճառներ ունենք չանելու։ Երրորդ Թագավորաց 7-րդ գլուխ 13-14 համարների մեջ կարդում ենք այս հետաքրքիր խոսքերն, ասում է Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց Տիրոսի մոտ եւ Քիրամին կանչեց։ Ասա Քիրամ, նոր անուն ենք սովորում այսօր։ Քիրամը շատ հետաքրքիր մարդ էր։ Եվ հետո ասում ով էր Քիրամ, ասում է Քիրամի մայրը որբևայրի կին էր Նապթալիի ցեղից, իսկ հայրը Տիրոսից էր, պղնձագործ վարպետ էր։ Քիրամը լցված էր իմաստությամբ, հասկացողությամբ, գիտությամբ, ամեն տեսակ պղնձագործություն կատարելու համար, ու նա եկավ Սողոմոն թագավորի մոտ եւ կատարեց իրեն հանձնված ամբողջ աշխատանքը։ Ասա ամբողջ աշխատանքը։ Քիրամի մասին շատ բան գրած չի, բացի նա, որ ինքը անհեր մեծացած երեխա էր, կամ հորը կորցրել էր շատ երիտասարդ տարիքում։ Եթե կան այստեղ մարդիկ, ովքեր այդ դառը իրականությունը, փորձառություն են ունեցել ունենալու, կորցնելու ծնող երիտասարդ տարիքում, դա շատ ցավալի է։ Որովհետև դու քո երազանքները, քո հույսերը, քո ամրությունը, քո հենարանը, քո արժանապատվությունը, լիքը բաներ կորցնում ես վաղաժամ մահվան դեպքում, որովհետև բոլորը պաշտպանված են, դու չէ, բոլորը ունեն, դու չունես, բոլորի կյանքում այդ լիությունը կա, քո մոտ պակաս կա, ու դա ցավոտ է։ Հատկապես երբ որ բոլորը, եթե շատ բան չկարողանան ասեն, կասեն մոր պահած է, հեշ չի ունեցել։ Ու Սուրբ Գիրքն անգամ ասում է, որբևայրի կնոջ զավակ էր Քիրամը։ Ոչ միայն դա էր, նաև Քիրամը ոչ տաճարի ծառայող էր, ոչ տաճարի հետ գործ ուներ, իր ամբողջ կյանքում ինքը տեսել էր միայն երկաթագործություն, փայտագործություն, արհեստներ, որոնք Աստծո թագավորության ու գործի հետ կապ չունեին։ Հավանաբար իր ձեռքերին մազոլներ կային, գրագետ չէր, չգիտեմ։ Մեր տանը մի մասնագետ էր աշխատում տարիներ առաջ, երբ որ մեր տունը վերանորոգում էինք, շատ զարմանալի մարդ էր, կաֆելի վրա, որ մատիտով կամ գրիչով գծում են, այդ մարդու եղունգներն այնքան կոշտացած էր, սենց եղունգով հետաքրքիր գործիք ուներ, տարիների տառապանք կար այդ մատերի վրա, բայց իրա գործը լավ անել գիտեր, Քիրամը այդպեսի մարդ էր։ Եվ Քիրամը շատ պատճառներ ուներ չգնալու Սողոմոնի մոտ, որովհետև Սողոմոնը ինքն իր մասին ասում է, այս փափուկ մեծացած մարդ եմ, հորս ու մորս սիրելին։ Հիշում եք։ Սողոմոնը թագավորական պալատում էր ծնվել, ամեն ինչ ուներ, ամեն ինչ տեսել էր, ինչ ուզում էր անում էր եւ աշխարհում չկար մեկը, որին ձրի տրված լիներ այն ինչ իրեն էր տրվել, ինքը աչքերը բացել էր ու այն ինչ որ ուրիշները երազում էին, ինքը դրա ամեն ինչը ավելիով ուներ։ Եվ մենք բոլորս ունեցել ենք մեր կյանքում այդ ձև մարդիկ, որ կարայինք նայենք, ասենք, «Էй, քեզ ինչ կա»։ Կամ մտածենք, որ Երանի Սողոմոնի տեղը ես եղնեի։ Բայց դա Քիրամին չէր օգնելու,
Որովհետև Քիրամը չէր որոշել որտեղ ծնվի, Սողոմոնն էլ չէր որոշել որտեղ ծնվի։ Կյանքում շատ հարցեր կան, որ ինձ պատասխանը մենք չունենք, եւ այսօր գուցե նստած ես այստեղ եւ մտածում ես ինչու ես, ինչու իմ կյանքը, որովհետև դու կամ Սողոմոն կարող ես լինել կամ Քիրամ, բայց մեզնից շատերը երևի Քիրամի հետ կարող են նմանակվել, identify անել իրենց Քիրամի հետ։ Բայց երբ որ Սողոմոնը կանչում է, Քիրամը կարող էր ասել գնամ Աստծո տանը գործ անեմ, այն Աստծու, որ կարար իմ հորս պահել ու չպահեց։ Որ կարող էր ինձ էլ Սողոմոնի կեսը տար ու ես օրհնված մարդ լինեի, բայց ես անհեր եմ մեծացել։ Քիրամը կարող էր բողոքել ու ասել, բա ուր ես Աստված արդար չես, որովհետև ամբողջ կյանքս խեղճ ու կրակ մոտացել եմ, հիմա էլ մարդ են ուղարկել, թե արի գործ արա։ Բայց Քիրամը գնում է առանց հարցեր տալու, գնում է առանց իր արժեքը կամ կարևորությունը փորձելու, ապացուցելու։ Եվ երբ որ ավարտում է այդ գործը, գրած է Քիրամը ամեն ինչ որ Սողոմոնը հանձնարարեց, ամբողջ աշխատանքը արեց։ Բավական տարիներ էր այդ գործը տևե, ովքեր տեղյակ են, բավական 38 տարի, չէ, եթե չեմ սխալվում, այդ տաճարը սարքվել է։ Չգիտեմ, որ մասում է ինքը աշխատե ինչքան, բայց դա մեկ օրվա գործ չէր։ Ամեն օր զարթնում էր իր դարդի երգի հետ, անհեր մեծացած, այդ իր վշտերի հետ, երևի այդ չակուչը ամեն խփելու հետ ինքը իր ցավն էր ծեծում։ Այն որ մենք կանայք sense ամանները լվանում են, բայց զգում ես, որ ես այդ ամանի էմալը պոկելու են, դե մի բան են հիշե։ Մեկը կեսուրին է հիշե, մեկը զոնքաչ, չէ, տղամարդիկ աման չեն լվան, չէ։ Մի խոսքով տենց կա պահեր, որ գործ ես անում, բայց դրանով դու հերսդ ես անում։ Քիրամը երևի այդպես չէր աշխատում, բայց մտածում էր։ Ամեն ինչ ավարտեց, վերջում գրված է, նա 2 սյուն շինեց։ 3-րդ Թագավորաց 7-րդ գլուխ 21-րդ խոսք ասում է, նա 2 սյուներ կանգնացրեց տաճարի մուտքի մոտ, հարավային սյանը կոչեց Յաքին, իսկ հյուսիսայինը Բոազ։ Շատ հետաքրքիր է։ Այդ իր ամբողջ դժբախտության, մենակության, անհուսության մեջ իր աշխատանքի գլուխգործոցը 2 սյուներ էին, որի վրա իր գործն էր հենվում ու դրանով ինքը դաս էր տալիս մեզ։ Յաքին նշանակում էր Աստված կհաստատի։ Եվ ամեն անգամ, երբ որ ինքը այդ սյան վրա աշխատում էր, միակ մխիթարությունը, միակ հույսը նա էր, որ այնինչ ես անում եմ, Աստված կհաստատի իմ կյանքը, կհաստատի իմ ազգը, կհաստատի իմ տունը, կհաստատի մեզ բոլորիս, բայց նրա ակնկալիքը նա էր, որ Աստված հաստատող Աստված է, Աստված օրհնող Աստված է, Աստված ամրացնող Աստված է, Աստված հաջողության Աստված է։ Աստված կհաստատի։ Նա դրանով իր հավատքն էր հռչակում։ Երկրորդ սյունը, որ նա կանգնեցրեց, Բոազ նշանակում էր նրա մեջ է զորությունը։ Հավատքը իր հայտարարում էր սրանով, այդ գործն անելով ասում էր, ես կանգուն եմ Աստծո ուժով, ոչ թե իմ ուժով։ Ես հաջողված ու օրհնված եմ ոչ թե իմ կարողությամբ, այլ նրա զորությամբ։ Ամեն բան կարող եմ ինձ, կարանք ավելի բարձր ասենք, կողքինիդ ասա մի քնի, ասա ամեն բան կարող եմ։ Այդ սյուները իրականում տաճարի հենարաններն էին, դրանք զարդարանք չէին։ Դրանք պատգամ էին, մարգարեական հռչակում էին, որ ինքը իր համար եւ իր ազգի համար հռչակում էր։ Եվ մեզ համար էլ դաս էին, որ մենք որպես Աստծուն հավատացող ժողովուրդ պիտի կարողանանք հավատանք, որ մենք կանգուն ենք Աստծմով։ Գուցե մեզնից մեծ մասը լավ ժառանգություն չի ստացել կյանքից, ծնողներից,
ամուսնուց, կնոջից, երեխեքից լավ բաներ չենք ստացել։ Բայց բոլորս հավատարիմ լինելով ինչի մեջ կանչված ենք, ինչպես Ստիվ եղբայրն ասեց, ամեն մեկս կարող ենք անել մի բան, անել հավատքով, որ Տերը կհաստատի։ Տերը իմ կյանքը կօրհնի, Տերը իմ ընտանիքը կօրհնի, Տերը իմ երեխեքին կօրհնի, Տերը կհաստատի, որովհետև երբ որ նա ձեռքը երկարի, չկա մեկը, որ ասի, ինչ ես անում, քաշի ձեռքդ։ Երբ որ Տերը ուզում է օրհնել, ուրիշ ոչ մեկը չի կարող քեզ անիծել։ Դու կամ շարունակ նայելու ես հետ քո տխուր վիճակին, Քիրամը կարող էր դա անել, բողոքել Աստծուն, նեղվել մարդկանցից, համեմատել ինքն իրեն, ասել, որ ինչի ես, ամբողջ կյանքս հենց գիտեն ես ծառա եմ, իրան ինչ կա ինքը թագավոր է, բայց նա խոնարհաբար գնաց եւ արեց այն, ինչ կարող էր անել, բայց ամեն ինչ որ արեց հավատքով, որովհետեւ առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել։ Առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել։ Քո աղոթքներն անգամ անիմաստ են, եթե շաղախված չեն հավատքով։ Դրա համար ասում է ոչ մի բանի համար հոգս մի արեք, այլ ամեն բանի մեջ աղոթքով, աղաչանքով, գոհությունով մեկտեղ ձեր խնդրանքը Աստծուն բերեք։ Գոհությունը միշտ ցույց է տալիս, որ դու հավատում ես, որ Աստված կարող է անել։ Եվ Քիրամը իր կոտրված դժբախտ կյանքով մեզ դաս է տալիս, որ ոչինչ, որ կյանքը քեզ ճիշտ չի վերաբերվի։ Գիտեք, մեզնից ոչ մեկը չի կարող իր կյանքը սցենարի պես գրել։ Մենք կգրենք երազանքներ։ Մեզնից ոչ մեկը չգիտի վաղը ինչ կսպասի, ինչա սպասվելու իրան։ Բայց յուրաքանչյուրս կարող ենք որոշել այսօր, ինչ որ ես կշինեմ այն հույսով, որ Աստված հաստատելու է իմ կյանքը, որովհետև նրան սիրողների համար ամեն բան լավ չասինք, ամեն բան բարի գործակից է։ Աստված իրեն սիրողների համար ամեն բան բարի գործակից է անելու։ Եվ կարող ենք ամեն ինչ անել ու հավատալ ու հռչակել անելով, որ ես կանեմ այն, ինչ ես կարող եմ, բայց նա կհաստատի։ Այն բաները կզորացնի, կուժեղացնի այն, ինչ ես չեմ կարող անել։ Երբ որ մենք այս համարն ասում ենք, որ այն, ինչ մարդու համար հնարավոր չի, Աստծո համար հնարավոր է, դրանով մենք հիշեցնում ենք մեզ, որ Աստված չի ուզում մեզնից բաներ, որ մենք չենք կարող անել։ Բայց սովորաբար մարդկային էության մեջ է, մենք միշտ ընդգծում ենք այն, ինչ մենք չենք կարող անել։ Ես չեմ կարող անգլերեն խոսամ, ես չեմ կարող երգեմ, ես չեմ կարող։ Մենք բոլորս բաներ կան, որ չենք կարող անել։ Որոշ բաներ իրապես չենք կարող, անհնար է մեզ համար ու Տերը դա չի ուզում որ անենք, բայց բոլորս կարող ենք անել բաներ։ Ու երբ որ կանչ կա Աստծո տնից, իսկ Աստծո տնից ամեն օր կանչ կա, որովհետև հունձքը շատ է, մշակները քիչ։ Ես մեկա երկող չեմ։ Ամեն կին այստեղ իր տունը մաքրում, այս տունը կարող է շատ ավելի մաքուր լինել։ Ամեն տղամարդ իր տանը լույս է փոխում, պատ է սարքում եւ այս տունը կարող է շատ ավելի լավը լինել։ Աստծո տնից այսօր կանչ կա։ Բայց դու ընտրություն ունես կամ դու Քիրամի պես պիտի նստես ողբաց քո վիճակը, ամեն ինչ քո մասին լինի, որ ինձ չեն սիրում, ես բայց երբ որ աչքերդ քեզնից վերցնես ու ինչպես Արմենն ասեց, հավատաս, որ այս տունը սերունդների օրհնության տուն պիտի լինի։ Այս տունը ազգերի օրհնության տուն պիտի լինի եւ շրջանցելով, վրայով անցնելով քո անձնական դժբախտությունների ու ցավերի, հավատարմորեն անես այն, ինչ կարող ես անել։ Աստված կանի այն, ինչ դու չես կարող անել։ Ամեն, որովհետև մեզնից պահանջվում է, որովհետև Սուրբ Գիրքն ասում է տնտեսից պահանջվում է, որ ինքը ինչ լինի, հավատարիմ լինի։ Աստված մեզնից դա է ուզում սիրելիներ։ Ամեն, եւ ուզում եմ ավարտեմ, եթե կարելի է երաժշտությունը գնանք։ Ինչ կանչ ես զգում, ինչ կա քո սրտի մեջ, այս պատմության մեջ, արդյոք կարողանում ես քեզ տեսնել, որ այո, մեզ, ինչպես ասեցի, մենք մեր կյանքի սցենարը չենք գրում։
Մեզնից շատերը, երբ որ օրինակ ավարտել են դպրոցը, պատկերացումներ գոնե, եթե չասեմ երազանքներ ունեցել ենք։ Բայց հավանաբար մեծ մասը այդ երազանքների փոշիացել են։ Դու երազել ես, որ քո երեխաները առողջ ու երջանիկ ու գեղեցիկ կլինեն, բայց հանկարծ չեն եղել։ Երբ որ Միքայելը ծնվեց, չգիտեմ ինչի ես պատկերացնում եմ, որ կապուտաչա պիտի ծնվի, երբ որ Սև ծնվեց, զարմացա։ Ու դա շատ փոքր օրինակ է։ Մենք սպասում էինք, որ մենք կարծում էինք, որ մենք ենթադրում էինք, որ իսկ մենք հույս ունեինք, որ նա աշխարհն է փրկելու, իսկ հիմա գերեզմանում դրված է։ Այսպիսին էր Էմավուսի ճանապարհի խոսքը։ Հուսահատ, կոտրված, մենակ, անհույս, պարտված, վերջակետ դրած, նրանք իրենց աչքերով տեսել էին գերեզմանի քարը, բայց չգիտեին, որ հենց այդ Էմավուսի ճանապարհին իրենց հետ խոսացողը նայա ու իրանք փնտրում են ու չգիտեն։ Այսօր քո Տերը քեզ ավելի մոտիկ է, քան դու գիտես։ Այսօր նա խոսում է քեզ հետ, բայց երևի ցավից բթացած ես, սուքից բթացած ես, ինչպես աշակերտները, վախի շոկից հետո ասեցին, բայց չէ որ երբ որ նա խոսում էր, մեր աղիքը գալարվում էր, տակնու վրա էր անում նրա խոսքերը մեզ։ Եվ ես աղոթում եմ, որ այսօր ձեր սիրտը տակնու վրա եղնի ու հասկանաք, որ չի կարելի նեղանալ Աստծուց։ Որովհետև նա բարի է ու ողորմած, նրա էությունը սեր է։ Սատանան մի զենք ունի, մի գործիք, դա սուտն է։ Ինքը 6000 տարի խաբում է մարդկանց։ Գեղեցիկին համոզում է, որ դու այդքան էլ գեղեցիկ չես, քեզնից ավելի գեղեցիկները կան։ Ծառայողին համոզում է, որ քո ծառայությանը վարձք չկա։ Չծառայողին համոզում է, որ այդ սրանց քիչ է, թող քո ղադրը զգան։ Որտեվ Սուրբ Գիրքն ասում է, Հիսուսը նրան զինաթափ արեց, Կողոսացիների մեջ գրված է, հայտնապես խայտառակեց, մերկացրեց, զինաթափ արեց։ Միակ բանը, որ նա ունի, մեզ մտովի խաբելն է, համոզելը, որ դա տենց է։ Բայց ես աղոթում եմ, որ մենք Քիրամի պես վեր կենանք եւ գնանք Սողոմոնի մոտ։ Ասելու ինչ որ ասես, ես կանեմ։ Մինչև այդ հազարավոր մարդիկ տաճարի վրա աշխատել էին։ Հազարավոր քահանաներ այդ տաճարում զոհ էին մատուցել ու դեռ մատուցելու էին եւ նրանցից ոչ մեկի անունը ես ու դու չգիտենք։ Բայց Քիրամ անունը դու դեռ կհիշես։ Ու ամեն անգամ որ կհիշես, կհասկանաս, որ դու ընտրություն ունես կամ քո կյանքի դժբախտությունների վրա ողբաս, բողոքես, տրտնջաս կամ ի վերջո վեր կենաս, հարցերի տետերը փակես ու ասես կանեմ այն ինչ կարող եմ ու ամեն ինչ որ անեմ կանեմ այն հավատքով, որ նա կհաստատի ու նա կզորացնի։ Եվ Քիրամի անունը հազարավոր տարիներ Սուրբ Գրքի մեջ է։ Մի մարդ, որ դժբախտ ընտանիքի զավակ էր, խառնված, ազգից սերված։ Հերը մի ճյուղից էր գալի, մերը ուրիշ տեղից էր գալիս, քահանայական դաս չէր, Սողոմոնի պես փափուկ կյանք չէր ունեցել, սաղ կյանքը ինձ ասել են, հիմա եկել եմ Ասոտուն, Ասոտանն են ասում ինչ անեմ, մի հատ էլ մարդ ա ուղարկե հետևիցս թե արի գործ արա, բայց նա խոնարհվեց, հասկանալով, որ Ասոտան համար ծառա լինելը երազանք է, օրհնություն է։ Դրա համար Դավիթ թագավորն ասում էր, նախընտրում եմ քո տանդ մեջ մեկ օրը, քան ուրիշ տեղ 1000 օր, նախընտրում եմ իմ Տերոջ տան դռան շեմին լինեմ, քան ուրիշ սրահների մեջ զոհ մատուցեմ։ Այսօր դու պիտի ուրախ լինես, որ Ասոտանն ես, որովհետև Ասոտան մեջ բժշկություն կա, որովհետև Ասոտան մեջ նայեք, Քիրամը եթե չպատասխաներ այդ հրավերին, ինչ էր լինելու իր կյանքը, տենց էլ քարի ու փոշու երկաթի ու մազոլների մեջ մեռնելու էր։
Բայց առաջի անգամ իր կյանքում նրա մազոլները հավիտենական նշանակություն էին ունենալու։ Նրա ձեռքի այդ չոր կոշտ աշխատելու ունակությունները հավիտենական ազդեցություն էին ունենալու։ Ազգերի համար այդ տուն աղոթքի տուն պիտի լիներ ու ամեն մտնող պիտի հասկանար, որ Իսրայելի Աստվածը հրաշքներանող է։ Դու սիրելիս կանչված ես այս տան մի մասնիկը լինելու։ Ձեզնից ոչ մեկը կանչված չէ աթոռ տաքացնելու, դուք կանչված եք գործելու։ Եվ ուզում եմ դու քեզ հարց տաս, ես ինչ կարող եմ անել։ Ես ինչ կարող եմ անել։ Ես ինչ կարող եմ անել եւ ես հույս ունեմ, որ հաջորդ 3-6 ամիսներին այս միտքը քեզ հանգիստ չի տա ու կգնաս ու կասես ինձ գործ տվեք, ինչ անեմ Աստծո տան մեջ, որովհետեւ Տիրոջ տան մեջ ամեն գործ պատվական է։ Ամեն, բայց ինչ որ մենք անում ենք, պիտի անենք այն հավատքով, որ Տերը կհաստատի եւ Տերը կզորացնի։ Որ ես շրջվում եմ իմ անցյալից, չեմ նայում իմ վերքերին, իմ ցավերին, իմ տկարություններին, իմ անլիարժեքություններին, այլ հասկանում եմ, որ հրավերը կանչը Աստծո տնից, դա ինձ ընձեռնված բացառիկ առիթ է ծառայելու Տիրոջը։ Եվ այն օրը Տերն ասել է, ես ցույց կտամ տարբերությունը ինձ ծառայողի եւ չծառայողի։ Կա այդպիսի մի օր։ Կա այդպիսի մի օր, որ ոչ մեկը չի հասկանում, բայց դու գիտես, որ դա Տերն է, քո օրը հասել է։ Եկեք կանգնենք ոտքի։ Եվ Տիրոջը ասենք, շնորհակալ եմ, որ դու ամեն մի օրվա մեջ իմ կյանքի կաս։ Անկամ այն բաները, որ ես չեմ հասկացել կամ չեմ հասկանում, այն խնդիրները, որոնց հետ ամեն օր բախվում եմ, այն հարցերը, որ տանջում են ինձ, այսօր ես ուզում եմ դրանք մի կողմ դնեմ եւ արձագանքեմ Աստծո տան հրավերին կամ կանչին եւ ասեմ Տեր, մեծ բան չեմ, բայց ինձ օգտագործի։ Շատ բան չեմ կարող անել, բայց ինչ որ կարող եմ անել, կանեմ հավատքով, կանեմ վստահությունով, կանեմ ամբողջ սրտով, իմանալով, որ մեզնից յուրաքանչյուրը ծառա լինի, թե ազատ ամեն ինչ որ անի ուրիշների համար, նույնը պիտի ստանա։ Եթե անես լավագույնը կստանաս։ Եթե անես կարողությունիցդ ավել, դա էլ կստանաս։ Բարիք անես, բարիք կստանաս։ Կսկսես օրհնել մարդկանց, դու կօրհնվես։ Կսկսես չարախոսել, հանկարծ կլսես, որ քո մասին են չարախոսում։ Ամեն մեկը ինչ որ անեք, Տիրոջից դա եք ստանալու։ Ամեն։ Եկեք մեր ձեռքերը պարզենք ու ասենք, դու արա, ինչ ուզում ես։ Դու արա քո գործը իմ մեջ։ Հալելույա քեզ։ Փակենք մեր աչքերը եւ թույլ տուր, որ այս խոսքը գնա սրտիդ մեջ։